Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան։ Օրվա գործերս հաջողությունով ավարտել եմ և սպասում եմ Տաթևիս գալուն։ Ճանապարհին է։ Շատ ուրախացա, որ զանգեց, իր գալու մասին ասեց։ Վայելենք երեկոյան այս խաղաղությունը։ Մի 15 րոպեից արդեն մութ կլինի։ Դեռևս հեռուներում երևում է ամեն ինչ։ Ճոճկանը, ճոճկանի պոպլոզը անգամ, եղանակը մի քիչ անպամած էր այսօր, և պատկերասրահը ամբողջ օրը այս տեսքն ուներ։ Խաղաղ երեկո է մեր մոտ, և այս խաղաղությունը ձեզ եմ փոխանցում։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, փառք եմ տալի Աստծուն, նայելով դեպի Սուրբ Սարգիս մատուռ, քանի որ սրբերը, մեր խնդրանքները տեղ են հասցնում են Տեր Աստծուն։ Շատ ուրախ եմ, որ Տաթևս գալիս է և ուզում եմ համոհություն պատրաստել։ Մեղվանոցս հանգիստ, խաղաղ, երկինքը խաղաղ։ Թող բոլորիս երկինքները խաղաղ լինեն, և այս բարի երեկոյի հետ դուք էլ ձեր հարազատներին սպասեք սիրով, ջերմորեն ընդունելու համար։ Համոհություն պատրաստելու լավագույն տարբերակը որոշեցի գալ հավանոց։ Այսպես, բացում եմ դուռը, մեր պապենական կոտիտը, և գնում եմ աքլոր բռնելու, աքլորիկներ։ Սա այն պահն է, սիրելի հետևորդներ ջան, որ պետք է վայելենք մեր աշխատանքի արդյունքը։ Սպիտակ աքլորն եմ բռնել, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի վայելենք մեր աշխատանքի արդյունքը։ Կհանգստանա, հետո նոր կմաքրեմ։ Ձեռքերս օճառով մի լավ լվացել եմ, ու մինչև աքլորը կհանգստանա էլ ավելի, կսավի։ Ուզում եմ պանդրի աղջուրը բռնել։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, այստեղ պատրաստություններ էի տեսել, երևում է ամեն ինչ։ Ուզում էի վլոգս այդպես սկսել և աղջուրը բռնել պանիրի համար, շորը տոպրակից հանել և այդպես միանալ ձեզ, բայց երբ որ Տաթևս զանգեց, որ գալիս է, մի քիչ փոխվեց, բայց հիմա կշարունակեմ, քանի որ գործս կիսատ է, սկսել եմ, իսկ գործը կիսատ չեն թողնում։ Այստեղ իջացրել եմ գազօջախի ապակին, ահա պանիրը, որը ծածկած է շորով, դա վերցրել եմ արդեն, ու էլ չեմ նայել այստեղ, դուռը փակել եմ ու գնացել, Սիման էլ տանը չէր, և այստեղ ապահով էր։ Ձուն այսօրվա ձու է, պետք է թարմը ձու լինի, լվացած, մաքուր։ Այստեղ 2 լիտր ջուր եմ լցրել, մի քիչ էլ աղ էի լցրել։ Հիմա տեսնենք ինչ վիճակի է։ Այսպես, ձուն իջեցնում եմ, թույլ է իմ աղի ջուրը, սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն, հանում եմ և մի քիչ էլ եմ աղ ավելացնում, այստեղ է աղը, մանր աղ եմ լցնում, սիրելի հետևորդներ ջան, խոշոր աղ այդքան էլ պարտադիր չէ, ճիշտ այդպես է ասվում, բայց մանր աղով նույնպես լինում է ձուն այս կողմ։ Այսպես խառնում եմ, այս փայտե գդալաշերը փոլ շատ է օգնում նման գործերի համար, ամենուր պետք է գալիս, մեզ բոլորիս։ Շատ արագ խառնվեց աղջուրը, մի քիչ էլ ուզում եմ գործս արագ կազմակերպել, որ աքլորը պիտի մաքրեմ ու եփեմ։ Ձուն վերև է բարձրանում։
Հիմա այդ մասին էլ կխոսեմ, սիրելի հետևորդներ ջան, դեռևս թույլ է եւ մնաց օդում։ Գիտեք թե, որ Հայաստանում կա աղի լիճ, փոքր տարածք է, ու այդտեղ մարդիկ գնում բուժվում են։ Քանի որ ջուրը աղի է, մարդիկ կարողանում են այդ փոքր լճի երեսին մնալ նույնիսկ։ Երևի այսքան էլ նորից լցնեմ։ Նորից եմ խառնում։ Հենց այդ պատճառով էլ ձուն, որպես ջուրը աղի է լինում, դուրս է գալի ջրի երեսը։ Առաջվա տարիներին, սովետական միության տարիներին, դրամը ամենուր նույնն էր։ 15 եղբայրական հանրապետություն, սիրելի հետևորդներ ջան, եւ միևնույն գումարներ շրջանառության մեջ։ Շատերդ կհիշեք այդ տարիները, որ 5 կոպեքանոց գոյություն ուներ եւ հենց դրանով էլ աղուջուրը որոշում էինք։ Եթե ձուն իջեցնում էինք աղուջրի մեջ եւ այդ 5 կոպեքանոցի չափով ձուն դուրս էր գալիս, ահա այսպես, կապ չունի սուր կողմի վրա, թե այս կլոր կողմի վրա, ու այս ձևով, ուրեմն աղուջուրը նորմալ է, եթե պարկած է, ուրեմն աղուջուրը պինդ է, ու այդպես, արդեն այդ տատանումները որոշվում է, ամենաճիշտը, այսպես կանգուն վիճակում, ահա, փոքր ձվայնացել այսօր իմ հավերը, այսօրվա ձու է, շատ լավ էր, որ գոնե այս մեկը կար եւ ես իմ տան թարմ ձվով իմ աղուջուրը կբռնեմ։ Ահա, նորից եմ իջեցնում ձուն աղուջրի մեջ որոշելու համար։ Այո, բարձրանում է եւ մի քիչ թեք է, նշանակում է մի փոքր ջուր ավելացնեմ, հա, այստեղ պատրաստում եմ։ Այսպես, գոյություն ուներ այդ տարիներին նաև 15 կոպեքանոց եւ հիմա 15 կոպեքանոցի չափով ձուն ուղիղ ջրի երեսին է։ Հիմա ես այդպես էլ թողնում եմ, քանի որ ես իմ պանիրին շուրջ բոլոր աղ եմ արել, գիտեք արդեն։ Ուզում եմ տեսախցիկը այդտեղից վերցնել եւ վերել մոտեցնել ցույց տալ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, երիտասարդ աղջիկները, հարցները, ուզում եմ որ իմանան, թե եթե պետք է լինում, կարողանում ենք համացանցում փնտրել ու գտնել, բայց քանի որ այդ տարիքի նույնպես հետևորդներ ունեմ, այդ պատճառով ուզում եմ տեսախցիկը մոտեցնել։ Սա մեր մայրիկներից ու տատիկներից եկած աղուջուր բռնել լավագույն տարբերակն է։ Այո, 15 կոպեքանոցի չափով ձուն ուղիղ ջրի երեսին է։ Եթե պանիրը ամբողջությամբ անալի է լինում, այդ դեպքում նոր 5 կոպեքանոցի չափով, քանի որ 5 կոպեքանոցը ավելի մեծ էր իր տրամագծով։ Այսպես դրսից էլ է երևում, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այստեղ պանիրն է, որ տնական կաթ եմ վերցրել եւ պանիր եմ պատրաստել ձեր հետ միասին, երբ որ շուրջ բոլոր աղ եմ ցանել, մի քիչ շիճուկ է դուրս եկել, ավելորդ շիճուկը դուրս է եկել, որը կարևոր է, իսկ ահա այստեղ ձուն է, որը բացվել է 15 կոպեքանոցի չափով։ Կարծում եմ տեսախցիկը լավ է փոխանցում, ահա տեսնում եք, որ ուղղահայաց է, իսկ եթե փորի վրա պարկած է լինում, էլի մի փոքր բացվածքով, ուրեմն աղուջուրը պինդ է, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա նորից միանամ ձեզ շարունակելու համար։ Այսպես, հիմա ձուն հանում ենք այստեղից շերեփով։ Մի կողմ ենք դնում։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, արդեն ամեն բան պարզ էր ձեզ։ Հիմա ուզում եմ հիշել, թե ինչքան աղ էի լցրել նախքան տաթևի զանգելը։ Ուրեմն 3 բուռ, 3 լիքը բուռ աղ եմ լցրել, եկեք մոտավորապես հասկանանք, բայց ամենակարևորը ձուն եմ ես ասում։ Հիմա, դե քանի որ մարդկանց ձեռքերը տարբեր են,
Մեկի ձեռքը մեծ է, մեկի ձեռքը փոքր է, ին բռով 3 մեծ բուռ, ոչ շատ լիքը, աղել լցրել է ստեղ և արդեն դա ցույց տվեց ձուն։ Հիմա պանիրն ենք լցնելու, բայց այս ամանի մեջ չեմ ուզում պահել պանիրը, այլ այս իմ լավ ամանի մեջ, որպեսզի սառնարանում պահեմ։ Բոլորը պատրաստել էի, որ այսպես միանամ ձեզ, մինչև Տաթևի զանգելը, որ ասեց գալիս է։ Իհարկե ես շատ ուրախացա, բայց գործս էլ չուզեցի կիսատ թողնել։ Հիմա այս աղուջուրը, այս դույլը միշտ պահում եմ աղուջուր բռնելու համար, հետո մի կողմ եմ դնում։ Ինձ միշտ պետք է գալի։ Սա իմ չափի ամանն է։ Հիմա մի հատ պանիրը դասեմ ու նոր մնացած ջուրը, որպեսզի չթափվի այս ամանից։ Այո, հրաշալի։ Ինձ թվում է փոքր է այս ամանը, բայց ուզում էի, որ անպայման սրա մեջ պահել։ Այդ դեպքում ինչ կարելի անել, միգուցե հենց այդ դույլի մեջ պահեմ, իր կափարիչն էլ կա ու այդպես պահեմ։ Լավ, ուրեմն այդպես կվարվեմ, ոչինչ։ Այս ամանների ավելի մեծն է լինում, դա էլ կվերցնեմ, քանի որ շատ վաղուց պանիր չէի պատրաստել, աղուջուր չէի պատրաստել, պահի տակ, մարդ ենք, մեր աչքաչափը մեզ խաբում է։ Հիմա նորից, քանի որ ամբողջ ջրի մեջ չընկնի, այստեղ դույլը մոտեցնեմ, թափանցիկ, այս դույլը, սիրելի հետևորդներ ջան, մոժոժները, որ վաճառում են, խոզի տոտիկները, այդ դույլն է։ Այսպես դասավորեմ, հետո նոր աղուջուրը կլցնեմ վրան։ Ընտիր։ Չեմ ուզում համտեսել, ինչպես որ կտրելու ժամանակ չուզեցի համտեսել, սիրելի հետևորդներ ջան, չնայած շատ եմ սիրում անալի պանիր, բայց այսպես, տաթևս կգա, հաց կսարքեմ, ես էլ արդեն ավելի շատ աղը չի վերցնում պանիրը, դա նույնպես ասել եմ, այս շիճուկը, որ դուրս է եկել, սա չեմ լցնում, սա արդեն մի կողմ, և այստեղից աղուջուրը լցնում եմ այստեղ։ Անպայման պետք է երեսը ծածկի։ Ընտիր ստացվեց։ Այս ամանների մեծը կգնեմ, որպեսզի իմ սրտով լինի և կտեղափոխեմ։ Շատ եմ սիրում այս տիպի ամանները, սառնանում լավ են տեղավորվում, շատ տարածք չեն զբաղեցնում։ Այս դույլի կափարիչն էլ կբերեմ, կծածկեմ և արդեն պատրաստ կլինի։ Տաթևս էլ կգա, ինքն էլ կհամտեսի ինձ հետ միասին։ Հիմա այս ամենը մի կողմ եմ դնում և շորն եմ բերում։ Ակլորը այս ընթացքում մի լավ կսառի տեղը տեղին և հիմա զբաղվենք շորով, որը դեռևս տոպրակի մեջ է այստեղ։ Այստեղ եմ հանել շորը, որպեսզի կողքերի մանր փշուրները մնա մեջը։ Տոպրակի բերանը բացեցի, որ այդտեղ շատ չզբաղվեմ, սիրելի հետևորդներ ջան, ահա այն շիճուկը, որ պանրից ստացա և եռացրի և քամել եմ, շոր է ստացվել, ահա այսպես, բոլորիս հայտնի տվորակն է, այս դեպքում տնական տարբերակով, տոպրակի եզրերին կա, սա արդեն կլվան և շիճուկի հետ հավերիս կտամ կխմեն, այսպես, ոչ մի փշրան, դեն չենք նետում, ահա սիրելի հետևորդներ ջան, բանակը վերցնեմ, որպեսզի կիսեմ, տեսնեք, ահա, այս չափի, կես կիլոգրամից շատ կլինի, հիմա կիսում եմ, ահա, տեսեք ինչպիսի հրաշալի տվորկ եմ ստացել, պանրաշոր, այո, իմ շատ սիրելի,
Ճիշտ էսպես տանակով ինքը կտրվում է, սիրելի հետևորդներ ջան, բայց գիտեք, որ մանր գնդիկներից է առաջանում։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, հրաշալի է ստացվել։ Մի քանի ձևով կարող ենք ճաշակել, կարող ենք վրան աղցանել և ուղղակի հենց այդպես վայելել, կարող ենք ձվածեղ պատրաստել, ձու ավելացնել, կանաչիների տեսականի ավելացնել և այդպես վայելել, կարող ենք նաև կրեմներ պատրաստել, մի փոքր կակաո, մի փոքր շաքարավազ, եթե կունենաք տնական հրաժան, որը մի քանի օր առաջ ես գնել էի, հիշում եք չէ, մի փոքր էլ դրանից խառնում եք և հրաշալի կրեմ է ստացվում և հիանալի նախաճաշ է դառնում, թե մեծերի և թե փոքրերի համար։ Սիրելի հետևորդներ ջան, մի փոքր շտապում եմ, նկատում եք երևի, քանի որ արդեն պիտի աքլորն էլ մաքրեմ և եփեմ, որ տաթևս գա արդեն պատրաստ լինի։ Այս ամենը ես կկարգավորեմ, կտեղավորեմ և արդեն ժամանակն է աքլորի ջուրը տաքացնելու, պիտի եռման աստիճանի հասցնեմ, որ այդ բոմբուրները պոկվի իր մաշկից։ Ահա, այստեղ և արդեն ես իմ գործը սկսեմ արագի մեջ։ Կադրերով ձեզ կմիանամ, սիրելի հետևորդներ ջան։ Ջուրը արդեն եռման աստիճանի է, սիրելի հետևորդներ ջան, և աքլորի շոքե բաղնիք ենք ուղարկում։ Մեջ քլեն, թոթոր։ Տաք ջրում շատ չի կարելի պահել, քանի որ ինքը մատղաշ է, կաշին կպոկվի, դրա համար արագ պտտում եմ, հնարավորինս արագ, այստեղ ջուրը կարող եմ նույնիսկ անջատել գազօջախը, ահա սիրելի հետևորդներ ջան, պատուհանը բացել եմ, որպեսզի տհաճ հոտ է առաջանում, երբ որ բոմբուլը մտնում է տաք ջրի մեջ, և այդ հոտը դուրս գնա շուտ։ Մի քիչ այսպես կպտտեմ, և արդեն այս ամանի մեջ եմ դնելու, որպեսզի կարողանամ մաքրել։ Փորձեմ արդեն իսկ տեսնեմ և հենց որ տեսնեմ կարիք կա էլի տաք ջրի մեջ մտցնելու, կմտցնեմ։ Մինչև սա մի քիչ կհովանա, տոտիկները նույնպես, իր դեղին տոտիկները, ահա, դեղին տոտիկները շատ լավն են, օգտակար են, ահա, ինքն իրենով հեռացնելու եմ, ոնց սիրում ենք ասել, չորութմա, և արդեն բոմբուրները պոկվում են, ահա, այսպես։ Գլուխը նույնպես բերել եմ, կարծում եմ չեմ սխալվել և աքլոր է։ Հիշում եք իմ այն սպիտակ աքլորին, որ կատարը մինչև վերջ էլ չմեծացավ, բայց տոտիկները որ բոյով է, դրա համար տոտիկներից որոշեցի։ Հենց որ արդեն փորը բացենք, կտեսնենք աքլոր է, չեմ ուզենա, որ սխալված լինեմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ուզում եմ մանիները շատացնեմ։ Ընտիր պոկվում է, բայց այնտեղ արդեն հանեմ այս տոտիկները, դանակը տաք ջրի մեջ չեմ ուզում մտցնել, քանի որ հատկապես եռման աստիճանի ջրում դանակները փնտրում են։ Ահա, այս էլ պոկվում է արդեն, այսպես։ Այս իր երեսի կաշին որ պոկում ենք, արդեն ինքը լրիվ մաքուր է համարվում։ Այսպես, եղունգները նույնպես դուրս է գալի։ Հավեսով պատրաստվում եմ տաթևից դիմավորել, համոբաներ սարքել, հենց առաջինը այս մտքովս անցավ։ Քաղաքներում դժվար է լինում, չէ՞, տնական բաներ ճարելը, կգա տնական պանիր կվայելի, տնական պանրաշոր կվայելի, տնական աքլորը և նմանատիպ բաներ, էլ չասեմ իմ բաղ ու բաղ չի, կարալիո գա։ Ընտիր, եղունգները բոլորը պոկվեց,
Սա արդեն պատրաստ է, մի հատ է գլուխը պտտեմ, բմբուրներից կազատեմ և գլուխը կտամ իմ կենթանիներին։ Դրա համար դրա այդքան էլ չեմ զբաղվում։ Վիզը կարճ եմ կտրել և արդեն սկսեմ։ Պոկվում է, ինտեր պոկվում է, ահա։ Տեսաղցիկը իջեցրի, որ դուք էլ տեսնեք, թե ինչպես եմ մաքրում իմ պահած աքլորը, որ այդքան սաղտարին չարչարվեցի, քանի որ դեպի ձմեռ ենք գնում, բմբուրները ավելի շատ է, քուչը տռուզ, հիմա բացեմ քչի մասը, այսենց լիքը, կաշինը սպիտակ, այս մասը լրիվ քուչն է, սիրելի հետևորդներ ջան, ահա, մեջ ինչ ասես կա, դա մեզ պետք չէ, այ, այս ձևով էլ շարունակ եմ մաքրել, թևիկները և ամբողջը։ Այսպես, լավ էլ մաքրվում է, արագ, արագ, շատերը ձեռնոց են հագնում, բայց սիրելի հետևորդներ ջան, ես բմբուրները մաքրելու համար ձեռնոցներ չեմ հագնում, դրանք կարիքը չեմ զգում, այս կողմը մի քիչ ոնց որ պետք է էլի ջրի մեջ մտցնեմ, չեմ ուզում քաշեմ ու կաշին էլ պոկեմ, այսպես, այո, տոտիկները երկար են, այո, բուդիկներն են երկար և կարծում եմ չեմ սխալվել ու աքլոր է, այստեղ պետք է ջուրը մտցնեմ, առայժմ ինչքան պոկվի, պոկեմ այստեղից այնտեղից, շարմաղի կա, և նույն ձևով կշարունակեմ, բմբուրները նույնպես թափելու եմ, սիրելի հետևորդներ ջան, ինձ պետք չէ, հիմա այդ մոդան անցել է, բմբուրներ հավաքելու, մեր մամաները ինչքան են չէ չարչարվում, այսպես պտտեմ, լավ էլ քաշ ունի, այս առիթով սիրելի հետևորդներ ջան հիշեցնեմ, որ աքլորներ ունեմ վաճառքի, իմ համագյուղացիները եթե ինձ դիտում են, ասեմ, որ դեռևս չեն կանչում, խեչ տանելու համար կանչող աքլորներն են պետք, բայց ուտելու համար ահա տեսնում եք ինչ հրաշալի միս ունի։ Բուդիկները թմբլիկ, ահա։ Բումբուրները վերցնեմ այստեղից, որ չխանգարի։ Եվ արդեն վերջին մաքրման աշխատանքները հեշտ լինեն։ Անտիր։ Դե շարունակեմ նույն ձևով։ Արդեն այս մանր աշխատանքները որից հետո գրակի վրա խանձելու եմ, որ այն ամենափոքր մազմզիկները չլինեն մաշկի վրա։ Ինչքան հնարավոր եղավ մաքրել եմ, սիրելի հետևորդներ ջան, աքլորիկը ու հիմա խանձելու ժամանակն է։
միացնում գազօջախը ու կրակի վրա այն ամենամանր մունր մազիկները խանձեմ։ Կարծում եմ գազօջախը չի հանգչի և գործս արագ կգնա։ Այսպես պտտում եմ վրայով, երկար չեմ թողնում։ Հատկապես վզի մասում։ Այսպես, բոլոր կողմերից, որից հետո նոր փորը կբացեմ։ Ավելորդ բաները կհանեմ, իրաղիները և համով բաներն էլ արդեն մեզ թաթևս ճանապարհին է, գիտեք, որ երկար է ճանապարհը, դեռ շատ ժամանակ կա գալու կհասցնեմ եռացնել։ Լավ է ծանր է, բմբուլներից ազատված վիճակում նույնպես ծանր է։ Ճիշտ է ասում եք բմբուլը թեթև է, բայց երբ որ բոլորը մի տեղ է, դա էլ է քաշ։ Հայտնի խոսքը 1 կիլոգրամ բուրդն է շատ, թե 1 կիլոգրամ աղը։ Որոշները խաբվում են, քանի որ բուրդը միշտ թեթև է, չէ, ինքը թեթև ապրանք է։ Բայց եթե կիլոգրամ է, կիլոգրամ է։ Տարբերություն չկա, ինքը թեթև ապրանք է, թե ծանր ապրանք է իր տեսակով։ Այսպես, մի քիչ թևերի մասը կաշին պոկվեց, քանի որ շատ ամատրաշ ու տարվա այն շրջանն է, որ բմբուլները մի տեսակ այլ են լինում, պատրաստվում են դեպի ձմեռման և շատ բմբուլներ է աճում նոր խորքերից, մի քիչ այդտեղ դժվարացա, բայց դրանցից էլ եմ ազատել մաշկը աքլորի միսը։ Այսպես։ Շատ բարի։ Ու ոնց որ թե այսքան է լավ է։ Սյո։ Մի հատ էլ վերանայում եմ ամեն դեպքում։ Որպեսզի հանկարծ ոչ մի մազմզուկ չմնա ու հաճելի վայելվի։ Հատկապես տնական հավերը, աքլորները դրա պահանջը շատ են զգում, որ ավելի ուշադիր մաքրենք։ Ոչ մի լուծույթ չեմ լցնում մաքրելու համար։ Ամեն բան տնավարի։ Այսպես։ Եթե կրակի վրա շատ թողնենք խանձելու համար, արդեն մատղաշ լինելով աքլորը միսը համը կկորցնի։ Որոշ նրբություններ կա, որ պետք է իմանանք, չէ, սիրելի հետևորդներ ջան։ Եվ այսպես գործի շարունակություն կտամ։ Մանր-մունր բմբուլիկներ են թափվել, դա էլ մաքրեմ։ Մի կողմը մաքրել եմ, այս մի կողմն էլ մնացել։ Աքլորն էլ եմ լվացել, պատրաստ է։ Այսպես ելի հետևորդներ ջան, գազօջախս մաքուր, պլպլան, ջուրը նախապես լցրել բերել եմ, նաև նախապես թելն եմ վերել, որ աքլորի տոտիկները կապեմ, հրաշալի տեսք ունի, բարձրացնեմ, ահա, նաև ասեմ, սիրելի հետևորդներ ջան, որ ոչ միայն այս տոտիկների, բուդիկների մասում ունի յուղ, այլ ամբողջ միսը յուղով է պատված, ահա, մոտեցնում եմ նորից, յուղը տեսնեք, ահա, այստեղ սա յուղ է, ահա,
վզի ամենավերևի մասը կտրել եմ, մաքրել և շատ տնտիր եմ իսը, հրաշալի։ Հիմա տոտիկները կապեմ, նաև ասեմ, որոշեցի, որ չխորովեմ ջիգարը, այլ սա էլ եփեմ։ Հիմա փորի մեջ եմ լցնում ջիգարը, քարճիկը, սիրտը, պլոջիկը, տոտիկները, եղունգները կտրել եմ խորքային, սա էլ եմ այստեղ մտցնում, և տոտիկները ամուր կապում եմ թելով, այսպես, վերմակ կարելու թելն է, և կապում եմ, այսպես, չեմ էլ նայել, թե ինչ տեսք ունեմ, մազերս ինչ վիճակի է, ճիշտ է հավաքել եմ, բայց ամեն դեպքում չեմ վերանայել, թե ինչ տեսքով եմ ձեզ ներկայանում, այսպես, բոլորս էլ, երբ որ սպասում ենք մեր երեխաներին հատկապես, էլ մեր տեսքին հետքան էլ պահիտակ ուշադրություն չեն դարձնում և ուզում ենք արագ համովություններ պատրաստել, պատրաստ է աքլորը և տանում եմ եռացնելու, այսպես, ջուրը նորմալ է, համարյա թե ծածկում է իրեն, շատ պետք չէր, քանի որ նա խաշ է և արագ է եփվելու։ Մի համ նորից էստեղ։ Եվ միացնեմ նորից։ Раз, два, три։ Այսպես։ Մինչև որ կեռա, տաթևս էլ կգա տեղ կհասնի, սիրելի հետևորդներ ջան, ես էլ այդ ընթացքում մի փոքր կհանգստանամ։ Դեռևս վլոգս չեմ ավարտում, տեսնենք ինչպես շարունակություն կտամ։ Այսպես։ Ջան, կարելի ասել եփվել է, մի հատ ստուգենք։ Տեսախցիկը հատուկ իջեցրել եմ, որ ձեզ դիտելը լավ լինի, այսպես, տաթևս դեռ ճանապարհին չի եկել, անհամբերը սպասում եմ, անտիրություն, կաշին հետ ա գնացել, այս տեսքն ունի, սիրելի հետևորդներ ջան, յուղը լավ դուրս ա եկել, մի քիչ էլ այստեղ շրջած կեռա, մյուս կողմի վրա շրջած, այսպես, չեմ էլ թողնելու, որ միսը շատ փլվի, մի քիչ կեռա, տակը իջեցնեմ հիմա, աղ չեմ ցանելու, քանի որ այսպես ալանի եփված, նման է լինում տապլայի աքլորի համին և գազօջախը իջեցնում եմ։ Շատ կամաց թող եռա և արդեն մնում է տաթևս գա տուն հասնի, տեսնենք երբ կհասնի։ Սիրելի հետևորդներ ջան, խոսքը բերոնից, տաթևս է եկել և արդեն աքլորը տանում եմ, սեղանը պատրաստել եմ, տանում եմ աքլորը, այսպես, միացրել էի, որ բուլյոնն էլ տականա, բուլյոնն էլ լցնելու եմ, այսպես, ավարտում եմ վլոգը, սիրելի հետևորդներ ջան, լավ եղեք, առողջ եղեք և միշտ ուրախ, սրտով եղեք։
Թաթև։